Թրամփը երրորդ համաշխարհային պատերազմը կդիմավորի Կոլորադոյի ստորգետնյա ապաստարանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային հարձակումից կարող է ապաստան գտնել Կոլորադոյի լեռան տակ գտնվող բունկերում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև բացվել են Շայեն լեռան վրա գտնվող հյուսիսային ամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության գաղտնի համալիրի դռները։ Այն թունելների և խցիկների լաբիրինթոս է, որը տեղակայված է գրեթե 70,000 տոննա գրանիտի տակ և ունակ է դիմակայել միջուկային ուղղակի հարվածին։ Համեմատության համար նշվում է, որ բունկերը կարող է դիմանալ Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբից մի քանի անգամ ավելի հզոր պայթյունին։ 3 ոտնաչափ հաստությամբ և 23 տոննա քաշ ունեցող պողպատե դռների հետևում թաքնված է լիովին ինքնաբավ քաղաք։ Այն հագեցած է իր սեփական էլեկտրակայաններով և խմելու ջրի համար նախատեսված ստորգետնյա լճերով։ Սննդի պաշարները բավարար են անձնակազմին շատ երկար ժամանակ գոյատևելու համար։ Համալիրն ունի նույնիսկ իր սեփական Subway ռեստորանը։ Համալիրը բաղկացած է 15 շենքից, որոնք տեղադրված են հսկայական զսպանակների վրա միջուկային պայթյունի հարվածային ալիքը կլանելու համար։ Աղետի դեպքում այն կծառայի որպես հրամանատարական կենտրոն ԱՄՆ-ի և Կանադայի զինվորականների համար։ Տարիներ առաջ բոլորը կասկածում էին ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության համար հսկայական բունկերի գոյության մասին։ Իսկ այսօր, երբ լրագրողներն իրենց սեփական աչքով են տեսել ստորգետնյա քաղաքը, տարբեր ենթադրություններ են անում, թե ինչու է Թրամփը թույլ տվել նկարահանումներ անել գաղտնի ապաստարանում, բացահայտելով այս մեգա կառույցի լիակատար պատրաստվածությունը դա